տաղավարում հյուրընկալել ենք Ռոման Երիցյանին, նա փաստաբան է, այն փաստաբաններից մեկը, որը միացել է գործադուլին Ալեքսանդր Կոչուբաևի կալանքից հետո։ Պարոն Երիցյան, բարի գալուստ Alpha-News-ի տաղավար, եւ թողարկման կարող ենք ասել սկզբում գործընկերս Արթուր Սահակյան մի առաջարկ հնչեցրեց, որ փաստաբանները Հայաստանում կարող են ուղղակի copy-paste անել այն, ինչ գրել է Ալեքսանդր Կոչուբաևը իր Facebook-ի էջում ու ինչի հետևանքով էլ սկսվել է այս հետապնդումը ու տեսնենք, թե ինչ կանի Փաշինյանը, արդյոք բոլոր փաստաբաններին կտանի կալանքի, դուք պատրաստ եք նման ռիսկի գնալ։ Ես պատրաստ եմ ոչ միայն նման ռիսկի գնալ, դրանից բարձր ռիսկի գնալ, բայց հարցը կայանում է նրանում, որ այս պահին պետք է գործել խելամտորեն եւ թույլ չտալ, որպեսզի ես կարծում եմ, որ օրինակ ես ազատության մեջ մնալով ավելի պետքական կարող եմ լինել, քան այդպիսի քայլերի գնալով կամ այդպիսի կտրուկ քայլերի գնալով։ Փաստաբանների պալատը մշակում է համապատասխան ծրագիր, ինչպես պետք է արձագանքի այս ամենին։ Փաստաբաններ առանձին խմբերով նաև եւս մշակում են համապատասխան ծրագրեր, ինչպես պետք է արձագանքենք այս ամենին։ Այսօրվա իմ եւ որոշ փաստաբանների հայտարարած գործադուլը դա ընդամենը առաջին քայլն է երեկվա դատական նիստից հետո։ Ես հիշեցնում եմ, որ 3-24 փաստաբաններով մենք պաշտպանել ենք Ալեքսանդր Կոչուբաևի շահերը, սակայն որևէ դրական արդյունք ըստ իս պայմանավորված դատավորի անձով եւ որոշակի այլ հանգամանքներով դա չի տվել։ Երեք եկեղեցականները, բարձրաստիճան հոգևորականները, այսօր փաստաբան Կոչուբաևը, վաղը լրագրողները, մյուս օրը սովորական քաղաքացիները շղթան ճիշտ ենք պատկերացնում։ Ես ինձ այդ նպատակով եմ հայտարարել, որ սա արշավ է ոչ միայն փաստաբանական համայնքի, այլ նաև մեր վստահորդների եւ ամբողջ հասարակության նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունը դարձել է մի այնպիսի պետություն, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող կամ իշխանության հետ չհամաձայնվող կամ իշխանությանը քննադատող ցանկացած անձ կարող է դառնալ թիրախ։ Այսօր փաստաբանի դերը արժեզրկվեց, փաստաբանի հեղինակությունը արժեզրկվեց Կոչուբաևի կալանավորմամբ, ընդհանրապես դատավորի, դատախազի կամ քննիչի իր համար անընդունելի մոտեցումը քննադատելու պատճառով փաստաբանի դերն ու արժանապատվությունը կամ փաստաբանի հեղինակությունը արժեզրկվեց։ Մինչև Տիգրանը կշարունակի, ես գիտեմ, որ այս թեմայով դեռ հարցեր ունի, այսօր պարզապես այս եթերից առաջ, րոպեներ առաջ հայտնի դարձած լուրը խնդրելու եմ ձեզ բացատրեք, հասկանանք, թե ինչ է կատարվում, գաղտնալսված աղմկահարույց ձայնագրության մասին եմ խոսում, որի հիմքով եւ որտեղ Վեհափար Հայրապետի ամենայն հայոց կաթողիկոսի անունն է շեշտվում, քրեական վարույթ է նախաձեռնվել։ Սա ամենայն հայոց կաթողիկոսի դեմ է։ Դեռևս եթե չեմ սխալվում 1-2 ժամ առաջ Ռուբեն Մելիքյանը այդ մասին անդրադարձավ, նշելով, որ կանխագուշակվում է կամ արդեն սրանից ակնհայտ երևում է, որ իր ամիսներ առաջ տված խոստումը, որ արշավ է սկսելու նաև կաթողիկոսի դեմ, կամացից իրականացում է, հարցը այն է, դա ելնելու է այսօր, վաղը թե օրեր հետո։ Եվ ինչպես տեսնում եք, արդեն քրեական վարույթ նախաձեռնել եւ համապատասխան գործողություններ կատարելը, զուգորդված նաև վերջերս տեղի ունեցող հայտնի իրադարձություններով տանում են հենց դրան։ Պարոն Երիցյան, այսօր նաև Գերասիմ Վարդանյանը ստատուս գրեց, որ Վենետիկի հանձնաժողովը որոշակի պարզաբանումներ է մտցրել այս հայտնի հոդվածի շուրջ, ուղղակի մենք որ հասարակ մարդիկ այդպես իրավաբանական բաներ չենք հասկանում, սա ինչ է տալիս մեզ, սա գնալու է հանրական դատարան, օրենսգիրքն է փոխվելու, այսինքն ինչ է տալիս մեզ այդ Վենետիկի առաջինը ինչ է որոշել Վենետիկի հանձնաժողովը եւ ինչ կարելի է դրա վրա գեներալ ասել, արդյոք օրինակ այս գործը կաթողիկոսի դեմ ինքը արդեն ջրվելու է, եթե ընդհանրենք համապատասխան, չգիտեմ, ինչ-որ փոփոխություններ լինեն։ Տեսեք, մենք ես չգիտեմ նկատել եք թե չեք նկատել Հայաստանի Հանրապետությունը, օրինակ օրեր, եթե չեմ սխալվում, տարիներ առաջ ես այդ ժամանակահատվածով դեռ Արցախում էի գտնվում, երբ որ ծանր վիրավորանքը եւս հանգեցնում էր քրեական պատասխանատվության։ Ընդ որում կար, եթե չեմ սխալվում, առանձին հոդված, վարչապետին վիրավորելը, ծանր վիրավորանք հասցնելը, դրանք բոլորը ճանաչվեցին հակասահմանադրական, բայց փաստացի դրանք իրագործում են։ Այսօր վարչապետին վիրավորելու համար պարզ օրինակ բերեմ Ալեքսանդր Կոչուբաևի գործը։ Օրինակ Ալեքսանդր Կոչուբաևի արարքը, եթե նայում ես արարքի հատկանիշներին, նույնիսկ անտրամաբանական առումով, բայց ավելի մոտ էր քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածին, որ առանձին պատասխանատվություն է նախատեսում
դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կամ դատավորին վիրավորելու համար։ Որ ընդհանրում կարծում այդ հոդվածում նաև Էդգար Ղազարյանն է որոշակի սահմանափակումներ ունի։ Ես հիմա կշարունակեմ, ավելի բարձ կդառնա։ Ինչու չեն Ալեքսանդր Կոչուբաևի արարքը որակել քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածով, որովհետև դա ոչ մեծ ծանրության հանցանք է եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոչուբաևի արարքում նախկինում քչունի դատվածություն արատավորված չէ, քրեական օրենսգրքի ուժով վերջինս չէր կարող դատապարտվել ազատազրկումը եւ ըստ այդմ նրա նկատմամբ կալանքը որպես խափանամիջոց չէր կարող կիրառվել ոչ մեծ ծանրության հանցագործության գործով։ Դրա համար կալանքի արհեստական հիմքեր ստեղծելու նպատակով նրա արարքը որակվեց հենց քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում դատավորին, դատախազին, քննիչի վերաբերյալ արատավորող տեղեկություններ կամ նրա իրավունքներից զգալի վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու համար։ Այնուամենայնիվ դատական նիստի ընթացքում են կարծիք հնչեցրեցինք, որ հրապարակված տվյալները դրանք ըստ էության արատավորող տվյալներ չեն, միգուցե վիրավորական են, միգուցե քննադատող են, միգուցե նաև ցնցող են, բայց այնուամենայնիվ արատավորող չեն, այսինքն Կոչուբաևը արատավորող տեղեկություններ չի հրապարակել, մարդը ընդհանրապես քննադատել, միգուցե նաև վիրավորել է։ Այնուամենայնիվ 490-րդ հոդվածով արարք որակվեց, որի բուն նպատակը կալանավորման արհեստական հիմքեր ստեղծելն էր։ Դատական նիստի ընթացքում 24 պաշտպանների տարբեր ելույթներից եւ հարցերից հետո դատավոր Մասիս Մելքոնյանի մոտ կոնկրետ իմ ներկայությամբ ընդամենը մեկ հարց հնչեցրեց մարդը։ Ինչու է գոռում, այսպեսի մի հարց տվեց։ Այսինքն դա ընդհանրապես գործի քննության հետ խանգարում եք, երևի։ Միգուցե չեմ բացառում, ընդհանրապես այդ հարցն է հետաքրքրում։ Մեկ ժամ հետո վերադարձավ կալանավորման վերաբերյալ որոշմամբ զուգորդված Կոչուբաևի նաև տեսակցությունները սահմանափակելով։ Ընդ որում նախաքննական մարմինը կալանավորման միջնորդության հիմքում, այդ հիմնավոր կասկածը տնենք մի կողմ, դրել է 3 հիմքեր։ Կարող է դիմել փախուստի, կարող է խոչընդոտել վարույթի քննության, այդ թվում անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով եւ կարող է կատարել նոր հանցանք։ Նոր հանցանքի մասով մենք հստակ դիրքորոշում արտահայտեցինք, որ Կոչուբաևը ունի հանցավոր անցյալ, երբևէ արատավորված չի եղել, քրեական հեղինակություն չի հանդիսանում, կրիմինոլոգիական անցյալ ստատուս գրել նա, երևի։ Ըստ քննչական մարմնի պատկերացման, այո, որը կարող էր սահմանափակվել օրինակ վարչական հսկողություն խափանման միջոց կիրառելու միջոցով։ Վարչական հսկողությամբ դատավորը կարող էր Կոչուբաևին ընդհանրապես արգելել Facebook մտնելը կամ ստատուս գրելը։ Եվ պաշտպանները բոլորը առաջարկում են ասել դրանից լավ հնարավորություն է արգելեք, եթե մի նոր ստատուս կգրի, կասեք խափանման միջոցի կիրառման պայմանները խախտել ա, կբռնեք, կալանավորեք։ Այս նոր հանցանքի մասով վարույթին խոչընդոտելու մասով գործով չկա վկա եւ չի կարող վստահեն պատկերացնում եք, որ նման գործերով վկա չի կարող լինել։ Քննչական կոմիտեն փնտրում էր նաև այն անձին, ով որ նրան տվել է այդ միտքը կապված այդ արտահայտության հետ, չեմ ցանկանում եթե բարձրացնում այնուամենայնիվ։ Կոչուբաևը հայտարարեց, որ այդ անձը մահացել է։ Ինչ վերաբերում է վարույթի մնացած մասնակիցներին, ապա դրանք պրոֆեսիոնալ մասնակիցներ են, քննիչը, դատախազը եւ նրանց վրա օրինական ազդեցություն գործադրելը կարծում եմ պատկերացնում եք, որ հնարավոր չէ Կոչուբաևը դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ եթե ես կկարողանամ քննիչի վրա ազդեցություն գործադրեմ, ուրեմն կողպեկը կցեք եւ փակեք քննչական կոմիտեն, եթե ես կկարողանամ քննիչի վրա որևէ ազդեցություն գործադրել։ Այսինքն այս հիմքն էլ սպառվեց։ Մնաց վերջին հիմքը փախուստի դիմելը։ Բոլորս միաձայն դիրքորոշում արտահայտեցինք, որ Կոչուբաևը չի կարող թողնել իր 300 վստահորդների, որոնցից մի մասը գտնվում է կալանքի տակ, իր հազարավոր ուսանողներին, իր խնամքի տակ գտնվող անձանց, իր գիտական աշխատանքները եւ վերջ-ի-վերջո իր մասնագիտական գործունեությունը եւ ընդհանրապես միջին ծանրության հանցանքի մեջ մեղադրվելու պատճառով թողնել իր հիմնական երկիրը եւ դիմել փախուստի։ Մասիս Մելքոնյանին այս տվյալները ընդհանրապես չհետաքրքրեցին, կարծես թե չհետաքրքրեցի դատականացնում ենք դեռ լրիվությամբ չենք ստացել են քաղվածքը, այնուամենայնիվ վերացավ ես այդ հպարտորեն կարդաց, որ միջնորդությունը լրիվությամբ բավարարել, այդ ու նաեւ տեսակցությունները սահմանափակել։ Հրահանգ է եղել չտեսնել։ Ես գնում Մասիս Մելքոնյանի մոտ։ Զարմանալի պատահականությամբ։ Մասիս Մելքոնյանը ասում արդեն կռահում են փաստաբաները ու մոտ է գնալու գործը եւ ու այո, կռահում էինք, տեսեք, կռահում էինք ոչ միայն որ այն գնալու է որ Մասիս Մելքոնյանի մոտ, այլ երբ որ արդեն մակագրվեց Մասիս Մելքոնյանը, մենք անգամ ի սկզբանե նրան բացառք հայտնեցինք եւ դա
ընդ որում հիմնավորված բացարկի միջնորդությունը, որովհետև Կոչուբաևը ի թիվս այլոց քննադատել է Սրբազանին կալանավորող դատավորներին եւ Մասիս Մելքոնյանը այդ վարույթով պոտենցիալ տուժող էր։ Իսկ պոտենցիալ տուժողը չի կարող այդ գործով անկաշկանդ գործ քննել կամ կալանքի միջնորդություն քննել։ Այնուամենայնիվ միջնորդությունը չընդունեց, բացառք չհայտնեց դատավորը եւ մեր կանխագուշակները արկապված այն բանի հետ, որ ի վերջո միջնորդությունը բավարարվելու է, իզուր չէ։ Մեր կարծիքով օրինակ ըստիս իզուր չէ, որ ինտերնետում համացանցում Մասիս Մելքոնյան տվյալները գրելիս կարող եք գրել եւ ստուգել, բացում է իշխանության սրտի դատավոր, հնչականի դատավոր, այսպիսի բառերի հետ էինք ասոցացում եւ դատական նիստի ընթացքում Արամ Վարդգանյանը շատ հետաքրքիր խնդրանքով դիմեց Մասիս Մելքոնյանին, ասում է զարմացրեք մեզ բոլորիս։ Այստեղ 24 փաստաբան կա, զարմացրեք, ցույց տվեք, որ մենք սխալ ենք։ Ցույց տվեք, որ մեր ձեր հարցում սխալվել է, սա ձեր համար բացառիկ հնարավորություն է։ Այստեղ են երևի ձեզ քննադատող բոլոր փաստաբանները։ Ցույց տվեք, որ դուք անկախ եք եւ անաչառ։ Բայց ունեցանք այն, ինչ ունեցանք։ Սետակի այս իրավական բեսպրեդելի դեմ ինչ հնարավոր բան կարելի է անել։ Գնալը վերաքննիչ այլ վճռաբեկ, բայց երևի ամեն մի ատյանում էլ այդպիսի Մասիս Մելքոնյան կա, թե ինչ որ շանսեր կան, որ այնտեղ մի փոքր ավելի այնուամենայնիվ պետք է օգտվել եւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարան դիմելու հնարավորություններից, որովհետեւ այսպիսի անարդարությունը անվերջ շարունակվել չի կարող եւ գալու է ժամանակը, երբ որ այս ամեն ինչի համար մարդիկ պատասխանատվություն են կրելու եւ այդ ժամանակ արդեն թե ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու համար կրկնում ես չեմ ցանկանում բացահայտել մեր բոլոր մարտավարական գործողությունները, որոնք մենք նախապատրաստում ենք անել, բայց այնուամենայնիվ այս ամեն ինչի համար եւ ըստ իսա ապօրինի դատական ակտը, ապօրինի դատական ակտի համար բոլորը պատասխանատվության կարժանանան։ Իսկ ինչու՞ sense ցուցադրաբար հենց Կոչուբաևին։ Տեսեք, ես ինչ եի ուզում ասեի, մենք ունեցանք սկզբում կոնկրետ իմ մասնագիտական գործունեության արդյունքում ես սկզբից առնչվեցի խայտարակ ձևով Ստեփանակերտի քաղաքապետի կալանավորմանը։ Այնուհետև Արցախցի մի շարք պաշտոնյաների նկատմամբ պետք նախագահի թիկնապահի նկատմամբ ապօրինի վարույթներին, հետո եկան Սրբազանների դեմ այդ արշավը, Սամվել Կարապետյանը, բայց Կոչուբաևին մեղադրել այդ արարքի կատարմեն նրան ցուցադրաբար ձերբակալել այդպիսի մասկի շոու իրականացնելու, այնուհետև տանել կալանքի եւ կալանքի միջնորդությունը բավարարել, սա աբսուրդ է, որը չի դիմանում կոնկրետ իմ մոտ որևէ տեսակի քննադատության։ Կանխանավորվել է փաստաբան։ Փաստաբանի մեղադրում են, չգիտեմ, վարույթին խոչընդոտելու համար, դատավորին քննադատելու համար, մարդը ընդհանրապես իր դիրքորոշումն է արտահայտել, որը ես ուզում եի մի օրինակ բերեի, երբ որ ես խոսնակը եմ լրատվականի դեմ հաղորդում եմ ներկայացրել, նշելով, որ լրատվականը հրապարակել է մի նյութ, որտեղ մի կին հրապարակավ հայտարարում է, որ Գորիսը պետք է փակեին, որպեսզի արցախցիները մեռնեին եւ չգային լցվեին Հայաստան։ Սա ատելության խոսքի տարածում է կապված անձանց ազգային պատկանելիության եւ այլ հանգամանքների հետ։ Այս մասով քննչական կոմիտեն վարույթ չնախաձեռնեց եւ վարույթ չնախաձեռնելու արձանագրության մեջ նշեց արտահայտությունը կարող է լինել ցնցող, վիրավորող, քննադատող, անգամ կոշտ քննադատող, բայց դա չի նշանակում, որ անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, քանի որ ունի խոսքի ազատության իրավունք։ Տեսեք, Գորիսը պետք է փակեին, որ արցախցիները մեռնեին, բայց Աստված ձեզ չի ներելու եւ մեջբերել որոշակի այլ խոսքեր, այստեղ իրանք հանցակազմ տեսան, այստեղ իրանք կարատավորում տեսան, յուտի հրապարակում տեսան, իսկ այս մի արարքում ոչ, ընդ որում այս մի արարքը ավելի ծանր պատասխանատվություն է նախատեսում։ Ընդ որում, այդ տեսեք ինչն է հետաքրքիր, բողոքարկեցինք դատախազին, դատախազը բողոքը մերժեց, բողոքարկեցինք դատարան առաջին էջերի դատարանից դատավորներից դատավոր Յուզբաշյանը, բողոքը բավարարեց, պարտավորեցրեց քրեական վարույթ նախաձեռնել, դատախազությունը բան ու գործ չունի անելու, քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրության դեմ բռնեց բողոք ներկայացրեց եւ վերաքննիչ դատարանը բողոքը բավարարեց։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունում նորմալ երևույթ է, երբ որ մարդը հրապարակավ լրատվամիջոցներով հայտարարում է, որ Գորիսը պետք է փակել, որպեսզի 120,000 արցախցիներ մեռնեին եւ չգային լցվեին Հայաստան։ Սա նորմալ է Հայաստանի Հանրապետությունում։ Բայց եթե ինչ-որ մեկը գրի, որ սեկտը պետք է փակել իշխանապողից հետո, որ բոլոր նիկոլականները մեռնեն, երևի ասել կտանը կդատեն։ Հասկանում եք հետևանքները ինչպիսին կլինեն։ Ինչքանի վարույթ ունենք նախաձեռնված նման արտահայտությունների արդյունքում։ Մեկ այլ հարց տամ, մենք նոր խոսում ենք նաև Սամվել Կարապետյանի այս երկարացման մեկ ամսով եւ զուտ հետաքրիր է այն ինչ որ արեց դատավորը
դա ինչ որ քաջություն էր, որ ենթադրենք չդիտարկեց այն մյուս մեղադրանքները, թե դա ինչ որ մարտավարական հնարք է, որ ամեն դեպքում շարունակեին Սամվել Կարապետյանի կալանքը, բայց ասել տեսեք, օրինակ մենք sense արդար դատարան ենք, սիրելի, չգիտեմ, Եվրոպա եւ այլն, էլի, սա ես հակված եմ մտածում, որ սա մարտավարական հնարք է, բայց անգամ դրան պատկերացրեք, որ չէր հաջողվի ըստ իս հասնել, եթե չլիներ հանրային ճնշումը։ Ես մեծ ցավով եմ հայտարարում, որ մենք այսօր ապրում ենք մի երկրում, որ ստիպված ենք արդեն արդարադատության հասնելու համար գործադրել հանրային ճնշում։ Երբ որ դատավորը կայացնում է մի լավ որոշում, դա նորմալ չէ, երբ որ մենք նրան գովաբանում ենք։ Մենք ցնծություն ենք ապրում նրանից, որ դատավորը կայացրեց լավ որոշում, ընդհանրապես նա կատարեց իր գործառույթային պարտականությունը, բայց մենք դրանից ցնծություն ենք ապրում։ Եվ որևէ գործով, հանրային հնչողություն ստացած որևէ գործով կամ նման որևէ գործով, քաղաքական հետապնդման որևէ գործով արդարադատության հասնելու համար մենք արդեն ստիպված ենք գործադրել հանրային ճնշում։ Սա մարտավարական հնարք է, կարծում եմ ըստիս, բայց այնուամենայնիվ դրան հասնել չէր հաջողվի, եթե չլիներ այդ բազմամարդ աջակցությունը, որը իրականացվել է այդ 2 օրվա ընթացքում։ Ինչ է կարծում, հանրային ճնշումը չպետք է բացի Փաշինյանից նաև տարածվի օրինակ ԱՄՆ դեսպանատան, չգիտեմ, այլ դեսպանատանների վրա, որոնք այսպես ասած դեմոկրատիա ռավիրաներ են եւ ժամանակին ես հիշում եմ Նիկոլ Փաշինյանից առաջ, եթե ավելի շատ ավելի մեղմ այսպիսի բաներ էր լինում, տենց տիեզերական աղմուկ, պատժամիջոցների, ես իմ հնարավոր պատժամիջոցների մասին խոսք եւ այլն։ Եթե իմ կարծիքով մոտ 200 հոգի ամեն օր ԱՄՆ դեսպանատան դեմը կանգնեն եւ դեսպանին ամեն անգամ բարեբար լուսանեն, համապատասխան պաստառներով, արդյոք այդտեղ էլ պետք չի դա անել։ Խոսքը վերաբերում է Հայաստանը Ալբանիա համարով երևի ԱՄՆ-ին, տեսեք։ Այո, մենք Կամբոջայի ժողովրդով։ Բարձա։ Տեսեք, դուք չեք նկատում, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը դեսպանը զզվի, ես մենակ ասեմ 2007-8 թվականից խեման մի քիչ աշխատեց Լևոնականները մարտի 1-ից հետո հատկապես, որտեղ գնում են այդ բաները, դեսպանները, միջազգային կազմակերպություն մի 50 հոգով այդքան կանեք բարձրացան դավադի տարեցին, որ իրենք երևի սկսին զանգել կառավարություն, ասել դե այս մեկին բաց թողես բաները, հավես չունենք, ինչ որ մի բաները, միգուցե դա էլ անել, որ ունեք դեսպանը զուտ ուզենա իր առանձնատանը քնի, չլսի աղմուկ, որը պահանջի, որ այս մարդկանց ազատել, էլի։ Շատ հետաքրքիր տարբերակ եք առաջարկում, բայց Հայաստանի Հանրապետության իշխանությունը այսօր այնպիսի մի իշխանություն է, որ անում է ընդամենը այն, ինչ իր ձեռ է տալիս։ Երբ որ պետք է վկայակոչել Եվրոպական դատարանի կամ միջազգային հրացանների կամ առհասարակ միջազգային մարմինների կամ Միացյալ Նահանգների դիրքորոշումը, նրանք վկայակոչում են, եւ երբ որ հակառակը, օրինակ արբիտրաժային դատարանի որոշումը ուր մնաց, ինչու մնաց այն անկատար։ Այսինքն, երբ որ պետք է հողում կատարել այս իրադարձությանը, նրանք կատարում են, երբ որ պետք չի, չեն կատարում։ Իսկ մի պի արձագանքն է հետաքրքիր, ես վերջերս սկսել եմ ճիշտ արձագանքել, սա ինչ է, կրկին ինչ որ դեկորատիվ բաներ, որպեսզի ինչ որ Եվրոպային վաճառել, որ տեսեք, մենք մտահոգված ենք, թե իրոք այդ մարդու մեջ խիղճն է արտնացել եւ ինքը իրոք մտածում է։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը չի ներդրվել հենց այդ նպատակով, բայց ցավով եմ արձանագրում, որ ըստ իս, ես գնահատում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը այժմ Հայաստանի Հանրապետությունը պահպանվում է զուտ այդ նպատակով, Եվրոպային ցույց տալ նպատակով, այսինքն արդարություն, չգիտեմ ինչ-որ։ Այդ մի պի արձագանքը դատավարության ընթացքում ինչ որ ձևի արժեք կունենա, թե ոչ։ Որևէ արժեք չունի։ Մի պի արձագանքը չպիտի լիներ այդպիսին։ Ես կարծում եմ, օրինակ, Արցախում նման իրադարձություն տեղի ունենալու դեպքում մարդու իրավունքների պաշտպանը մնացածի պես հավասար կարող է գալ դատարանի դիմաց, կատարել որոշակի կոշտ եւ քննադատող արտահայտություններ, նաև իր զեկույցում էս ամեն ինչին անդրադառնալ, բայց ընդհանրապես Facebook-յան ստատուս գրելով, ընդ որում ես այդ ստատուսը կարդալով բոլորն ասում են, որ անդրադարձել է, քննադատել, ես այդտեղ լուրջ անդրադարձ եւ քննադատություն չեմ տեսնում, բայց անդրադարձը պետք է լիներ առավել կոշտ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոտնձգությունը իրականացվել է եւս իրավունքի պաշտպանության բնագավառում շատ ահռելի ազդեցություն ունեցող անձի նկատմամբ։ Խոսքը վերաբերում է փաստաբանին, ու կոնկրետ անձով չպայմանավորվենք, խոսքը վերաբերում է փաստաբանին։ Ընդհանրապես իր նաև մասնագիտական պարտք կատարելու պատճառով փաստաբան օրենքով չարգելված ցանկացած եղանակով կարող է իրականացնել իր վստահորդի պաշտպանությունը, իսկ հանրային քննադատությունը, թվում նաև կոշտ քննադատությունը օրենքով արգելված միջոց չէ։ Պարոն Երիցյան, Տիգրանը այսօր խլեց հարցազրույցը, բայց ես էլ հարցեր ունեմ։
Մեր ձևով շարժում դուք եք գրել, որ այս շարժումը անհանգստություն է պատճառում իշխանություններին, Փաշինյանին։ Ինչու՞ սա այս շարժումը Սամվել Կարապետյանը ունեն պոտենցիալ փոխելու այն, ինչ հիմա կատարվում է։ Ես միանշանակ համոզված եմ, որ այո, ես ինչու եմ արձանագրում, որ լուրջ իշխանության անհանգստություն է պատճառում, որովհետև իշխանությունը իր բոլոր fake էջերի միջոցները ներդրել է մեր ձևով շարժման մասով ինչ-որ անհասկանալի պարադոքսալ երևույթներ ստեղծելու նպատակով։ Եթե մեր ձևով շարժման, օրինակ, ինձ ունեմ բազմաթիվ հետևորդների Facebook-յան էջում եւ անհնար է, երբ որ ես ինչ-որ մի հայտարարություն գրեմ, այդ հայտարարության 50 եւ ավելի տոկոսը լինի վատ մեկնաբանություններ։ Բայց այն Սամվել Կարապետյանի մասին մի բան գրեցի, շատ հետաքրքիր անուն ազգանուններով մարդիկ մտնում եւ մեկնաբան, օրինակ Նիկո Ֆստան, անուն ազգանուն, չգիտեմ, Անահիտ Նիկոլյան, այսպիսի հետաքրքիր անուն ազգանուններով մարդիկ մտնում եւ անընդհատ նույն հարցն է տալիս. Բա դուք ուր էիք Լևոն Հայրապետյանի, երբ որ Մոսկվայում դատում էին, անընդհատ պետք է ռուսական կողմը շեշտեն, Լևոն Հայրապետյանին դատելու ժամանակ ես 14 տարեկան երեխայից այդ հարցը տալիս եք, որ ինչ կամ դա միթե համեմատելի համեմատություններ կամ կարելի է այդ մասով համեմատություն կատարել։ Եվ հենց այդ հանրային դաշտում տեղ ունեցող պայքարով ես նկատել եմ նաև մեկ այլ երևույթ, խոսել եմ նաև այդ մասին, աջակցության դատարանի շենքի մոտակայքում տեղ ունեցած աջակցության հավաքի ժամանակ մարդիկ հավաքվել են Թբիլիսյան խճուղում, նաև դատարանի մոտակայքում, եւ Թբիլիսյան խճուղին փակելու փոխարեն, ինչ կբխեր հավաքի մասնակիցների անվտանգության շահերից, ինչ ոստիկանության գործառույթային պարտականությունն է, մարդկանց ընդհանրապես հրել են, այսպես մի անկյունում կայնեցրել։ Այնտեղ քայլելու անգամ հնարավորություն չկար կամ այդ ամբողջից դուրս գալու հնարավորություն անգամ չկար։ Եվ ես երբ որ առանձին այդ դրվագն էի նկարում, այդ պահին մի ավտոմեքենա կեսգիշերի մոտակայքում ցուցարներից մեկը գրեթե ընկել էր ավտոմեքենայի տակ։ Ոստիկանը տեսնելով այդ տեսարանը զեկուցում է վերադասին հատուկ կապով, որ այսպես չի ստացվի, ճանապարհը պետք է փակել, եւ պատասխան ստանում է, որ դրա մասին անգամ չխոսա։ Ասում է պարզ է, նախ ցուցարների կյանքը նրանց համար, ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինց կյանքը նրանց համար որևէ նշանակություն չունի։ Մեկ, այսպիսի դեպքերի մենք բազմիցս ենք առնչվել եւ երկրորդը փորձել են դանել սակավ քանակ ցույց տալ, այդպես մարդկանց հրելով, ասում եմ, ցանկացած մի օտարերկրյա ներկայացուցիչ կամ իրավապաշտպան կազմակերպության անդամ, եթե ականատես լինի մի տեսարան, Թբիլիսյան խճուղին բավականին արագընթաց մեքենաներ են այդտեղով շարժում, բավականին արագ է եւ Բայց եթե դուք որոշեք փակել, միանգամից բան չէ։ Միանշանակ, եղի այդքան հատվածներ ով է փակել, այդքան հատվածներ քաղաքացիներն են փակել։ Եթե նրանից էլ կասեին այդ մայթի վրա կային։ Նոր ձևավորվող քաղաքական ուժ Սամվել Կարապետյանի եւ արդեն շշուկներ կան այն մասին, որ կարող է թույլ չտան ինչ-որ խոչընդոտներ ստեղծեն գրանցելու, պաշտոնականացնելու ուղղությամբ, որքանով եք դա իրատեսական համարում, որովհետեւ դա էլ կարող է լինել գործիքակազմի մի մաս, որպեսզի քաղաքական պայքարի առաջը առնեն։ Ես առնչում եմ այլ տեսարանի, արցախցիների քաղաքացիության ընդունման հետ կապված։ Կարծում եմ բոլորդ ավելի քան վստահ եք, որ արցախցիների զգալի մեծամասնությունը ուղղակի չի կարող կողմ քվեարկել ներկայիս իշխանությանը։ Եվ հաշվի առնելով այդ հանգամանքը, օրինակ բոլորը այն կարծիքին են, որ արցախցիները ընտրազանգվածի շատ քիչ մասն են կազմում, բայց իրականում ակտիվ ընտրությանը մասնակցող անձանց մեջ նրանք բավականին զգալի եւ կարող է նաեւ ոչռորոշ դեր ունենան եւ բարձեցված կարգով, չգիտեմ, նիսնորյա ժամկետում քաղաքացիություն ընդունելու հետ կապված նրանք հանդիպում են լուրջ խոչընդոտների, ինչու, որովհետեւ արցախցին քաղաքացիություն ձեռք բերելուց հետո ստանալու է ընտրական իրավունք եւ այդ կերպ մասնակցելու ընտրությանը եւ նրա ձայնը կարող է ոչ միայն զգալի, այլ նաեւ ոչռորոշ դեր ունենալ այս հարցում։ Ես ստեղծում են արհեստական խոչընդոտներ, օրինակ այն ակտը, ինչին հնարավոր է հասնել արտադատական եղանակով կապված ծննդյան վկայականը վերականգնելու, ամուսնության վկայականը վերականգնելու հետ։ Հնարավորություն չի տրվում այդպիսի եւ արցախցիները արդեն ստիպված են դիմել դատարան եւ այլն, արդյունքում քաղաքացիություն ստանալու ժամանակ, երբ որ արդեն ընտրություններ լինեն ավարտված եւ չմասնակցեն ընտրությանը։ Դրա համար օգտվելով առիթից, նաեւ այս առիթից ես ցանկանում եմ հրապարակալ դիմել բոլոր արցախցիներին, խնդրելով, առաջարկելով եւ կոչ անելով օր առաջ ընդունել քաղաքացիություն Հայաստանի Հանրապետությունում սպասվող ընտրությունների մասնակցելու եւ Հայաստանի Հանրապետության իշխանության ձևավորման գործում ներդրում ունենալ նպատակով։ Իսկ աբսուրդ բան եմ ասում, բայց կան նիկոլական արցախցիներ, հա,
ընդ որում բավականին հաջող ներդրվում են տարբեր ինչ-որ բաների մեջ, խմբերի մեջ արցախցիների, ինչքանով է հնարավոր նեյտրալիզացնել այդ մարդկանց աշխատանքը, որովհետև իրանք ունեն բացարձակ պետական աջակցություն, հա, հանդիպումներ, նկարներ, չգիտեմ, ինչ-որ լայվեր, գումարներ եւ այլն, խոսքը 1-2 հոգու մասին չգնում, բավական կազմակերպված խումբ է, ինչ որ աշխատանք տալու են իրենց ես ինքս աշխատանք եմ տալ վերջերս այդ ամենի նկատմամբ վերջերս իմանալով որ կա արցախցի ինչ որ գործիչ ով որ զբաղվում է կարծես թե հասարակական գործունեությամբ բայց երբ որ ուսումնասիրում ես նրա էջը տեսնում ես օրինակ չգիտեմ Արսեն Թորոսյանի հետ հրապարակված լուսանկարներ ու կարծիք արցախցիների վերաբերյալ վստահ եմ բոլորդ գիտեք այնտեղ Վաղաշապատի համայնքի հետ կապված լուսանկարներ եւ այլն եւ իրականում արցախցիները կարող են տարվել կամ մոլորեցվել հենց այդ անձանց հայտարարություններով հաշվի առնելով այն հանգամանքը որ նման անձինք օգտագործում են սոցիալական ապահովության, այսինքն այնպիսի թեմաներ, որոնք արցախցիների համար հետաքրքրող են եւ խոցելի են արցախցիների համար, ընդհանրապես պետք է հրապարակային պայքարը նաեւ նման արցախցիների դեմ եւ թույլ չտալ, որպեսզի նրանք փորձեն մոլորեցնել արցախցիներին։ Ես կարծում եմ, գիտակից եւ արժանապատիվ արցախցին նիկոլական լինել ուղղակի չի կարող։ Չի կարող արցախցին սոցիալական աջակցության կամ որևէ այլ նացիստ հրեա լինի, չէ՞, ընդհանրենք։ Ես կարծում եմ, որ արժանապատիվ արցախցին ուղղակի նիկոլական լինել չի կարող եւ չի կարող սոցիալական աջակցություն ակնկալել այն իշխանությունից, որը որ հանձնել է իր հայրենիքը։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Վաշինգտոնում նախաստորագրելով խաղաղության պայմանագիր կոչվածը հաստատել է խաղաղություն։ Դուք հավատում եք դրան։ Որպես իրավաբան, թե որպես իրավաբան եւ թե որպես սովորական Հայաստանի Հանրապետությունը բնակվող քաղաքացի ես դրան չեմ կարող հավատալ։ Նախաստորագրել որևէ իրավական հետևանք չի առաջացնում, ընդհանրապես որևէ իրավական հետևանք չի առաջացնում, այս թեմայի մասին երկար չեմ խոսի, որովհետեւ բոլորն են արդեն այս ամենի մասին խոսել, բայց Նիկոլ Փաշինյանը միջև հիմա իր ասածներից բացի ընդդիմադիրներին կալանավորելուց որն է արել, որ բխել է բնակչության շահերից։ Նիկոլ Փաշինյանի որևէ ասացի կապված Հայաստանի լավ ապագայի հետ, ես ընդհանրապես իմ համար դա հավատալի լինել չի կարող։ Հակառակը, եթե հավատում էի, ապա այդ հայտարարությունից հետո սկսել եմ չհավատալ։ Եվ վերջին հարցս սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Սամվել Շահրամանյանը հայցադիմում է ներկայացրել դատարան Հայաստանի պատմություն առարկայի 9-րդ դասարանի դասագրքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին հրապարակումը հերքելու պահանջով եւ հայցադիմումը ներկայացվել է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության եւ դասագրքի այդ հատվածի հեղինակ Նժդե Հովսեփյանի դեմ, որ փուլում է ինչ նորություն կարող եք փոխանցել։ Հայցադիմումն ընդունվել է վարույթ, ճիշտ է դատարանը հայցի ապահովման միջնորդությունը մերժել է, մենք հայցադիմումով խնդրել ենք նաև որ դատարանը միջանկյալ ակտով անդրադառնա այս ուսումնական տարվում այդ դասագրքը դպրոցական ծրագրերից կամ կրթական ծրագրերից հանելու գործոնին դատարանը արձանագրել է որ պահանջվող հայցի ապահովումը կամ պահանջվող միջոցը չնայած իրավաչափ է, այնուամենայնիվ միջանկյալ ակտով դրան անդրադառնալ հնարավոր չէ, այսինքն դատարանը չի ասել, գիտեք, դուք սխալ բան եք պահանջում, դատարանը ասում է ես միջանկյալ ակտով տեխնիկապես չեմ կարող այդ հարցը լուծել, որովհետև դրա համար անհրաժեշտ է նոր կրթական ծրագիր հաստատել, համացանցից հեռացնել, ինչը օբյեկտիվորեն հնարավոր չէ եւ չեմ կարող կայացնել այնպիսի մի ակտ, որը որ չի կատարվի։ Բայց այնուամենայնիվ դատարանը վճռով գնահատական է տալու այդ արտահայտությունների արատավորող զրպարտող լինելու հարցին եւ վստահ եմ, որ մեկնաբանվելու է հենց այնպես, որ այդ արտահայտությունները իրոք պարունակում են զրպարտող բնույթ։ Ինչու, որովհետև տեսեք, դասագրքի հեղինակը 2020 թվականի պատերազմում Հայաստանի ունեցած կորուստների մասին է խոսում, այնուհետև միանգամից նշում, այսինքն կորուստներ ունեցանք, 23 թվականին Արցախի նախագահ ընտրվեց Սամվել Շահրամանյանը, ով ստորագրեց Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր, այսինքն կարծես Արցախի անկման մեջ մեղավոր են բացառապես Արցախի հանրապետության իշխանությունները։ Ես մեկնաբանել եմ, ես բավականին շատ եմ բազմա էջանոց հայցադիմում եմ ներկայացրել դատարան, նշելով, որ կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող կարող է համարվել նաեւ այն տեղեկությունը, որտեղ իրականությունը մի քիչ թաքցված է կամ ասված չէ այն ձևով, ինչի իրականում տեղի ունեցել։ Եթե դասագրքի հեղինակը խոսել է դրանից, թող խոսա նաեւ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրի ուժ չունենալու հանգամանքից, դա կայացնելու շարժառիթներից, այն երբևէ լույս աշխարհ դուրս չգալու հանգամանքից եւ վերջի այն Հայաստանի Հանրապետությունն անվավեր ճանաչելու եւ Արցախ Հանրապետության նախագահի կողմից նման լիազորություններ չունենալու հանգամանքներից։ Եթե ելնենք իրավական տեսանկյունից եւ սթափ դատենք,
Հայաստանի որևէ այլ իշխանություն, գործող իշխանության դիրքորոշումը հայտնի է Արցախի վերաբերյալ, ամեն ինչ գիտենք, Հայաստանի որևէ այլ իշխանություն կարող է ունենալ Արցախի հարցում այլ դիրքորոշում եւ դա, ինչպես պնդում է Փաշինյանը, որն Արցախի վերաբերյալ ցանկացած հայտարարություն, նաեւ ԵԽԽՎ ամբիոնից օրինակ վերադարձի իրավունքի մասին հարցին պատասխան նշում է, թե դա խանգարում է խաղաղության գործընթացին։ Կարող է Հայաստանը եւ Հայաստանի իշխանությունը ունենալ Արցախի արցախահայության վերադարձի իրավունքի մասին այլ դիրքորոշում, տարբերվող քան Փաշինյանինն է եւ դա ունենա իրավունք գոյության։ Իսկ Հայաստանում այժմ խաղաղություն է, այսինքն Արցախի հանձնումից կամ Արցախի անկումից հետո ինչն է Հայաստանում լավացել, ես դա օրինակ չեմ, ես միջև հիմա միջև Արցախի անկումն էլ էի գալիս։ Ասում ինքնիշխան ենք։ Ես Հայաստանի Հանրապետությունում ինքնիշխանություն չեմ տեսնում, այդ ինքնիշխանությունը որևէ կերպ պետք է արտահայտվի, չէ՞, ինչով արտահայտում այդ ինքնիշխանությունը։ Այ ինչն է լավացել բնակչության կյանքում այդ ինքնիշխանության արդիվ։ Արցախի կորստից հետո ինչպես է լավացել, ավելի լավ ենք ապրում։ Ես նման բան չեմ արձանագրում։ Արցախի կորստից հետո նշում են, որ այսքան միջոցներ է ծախսում Արցախի վրա, այդ միջոցները ինչա հիմա ծախսում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվող այլ անձանց վրա։ Ես չունեմ որևէ մի դրական բան, որը կարող եմ արձանագրել եւ նշել, որ Հայաստանը հիմա ինքնիշխան է, Հայաստանը հիմա խաղաղություն է, ինչա ճանապարհները բացվեց Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ արդեն բարեկամացան, գնում են գալիս, մենք կարողանում ենք թեկուզ վերադառնալ Արցախ, թեկուզ այն Ադրբեջանի տիրապետության տակ համարելով, ճանապարհ կա, բայց չկա որևէ փոփոխություն չկա, ընդհանրեն Արցախի հանձնում, եթե մենք փորձում ենք արձանագրել 2023 մինչև 23 թվականն ընկած իրավիճակը եւ 23 թվականից հետո ընկած իրավիճակը, մենք ընդհանրեն արձանագրում ենք Արցախի հանձնում համեկել նախաստորագրություն։ Պարոն Երիցյան, շնորհակալություն հարցազրույցի համար։